Իսրայելը, որը հստակ արդեն ռեգիոնի հետ կապված, ուղղակի Իրանի հետ կապված, տարածաշրջանի հետ կապված ունի լրջագույն շահեր եւ որպես պլասդարմ, որպես հենք, որպես տեղակայման կետ միշտ դիտարկվել է Ադրբեջանը։ Այսինքն այս առումով իսկապես այդ ակցիանի մեջ հայտնված իրավիճակում Հայաստանը արդյոք ունեցել է մանևրելու հնարավորություն, միանշանակ ունեցել է։ Հիմա այդ պլանին գալով, նորից եմ կրկնում, այդ պլանը վաղուց արդեն մեր պլանը չի, դա ուրիշների պլանն է։ Հիմա գլոբալ առումով իրանք նույն Անկարան եւ Բաքուն ինչից են օգտվում։ Իրանք օգտվում են Հայաստանի թուլությունից, իրանք օգտվում են եվրոպական եւ ամերիկյան նաեւ ժամանակին հիմա մի քիչ որոշակի փոփոխություններ կկրի դա իհարկե, բայց միևնույն է այդ մրցակցությունը պահպանվելու է, առանց մրցակցության աշխարհը անհնար է պատկերացնել։ Այս առումով հիմնական գլոբալ խնդիրը ռուսական գործոնը տարածաշրջանից դուրս մղելն